Իհարկե նկատի ունենալ հարցը քննարկելիս, որ այսօր էլ կենսաթշակները վճարվում են անկանխիկ եղանակով։ Ու կենսաթշակի վճարման ծառայությունը, ինչպես ցանկացած հասարակական հարաբերություն, էվոլյուցիա ապրեց կարգավորումներով հանդերձ։ Երևի բոլորս կհիշենք 90-ականների սկզբին մեր ծնողները, որ հերթ էին կանգնում Խնայ բանկի մոտ, հետո գործընթացին մոտ միացավ Հայփոստը, հերթը բաժանվեց երկու մասի, մինչև բանկային համակարգի զարգացման հետ զուգընթաց կենսաթշակի վճարման ծառայությունում ներգրավեցին նաև բանկերը։ Դրան հաջորդեց կենսաթշակային պլաստիկ քարտերով վճարումները, եւ այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ դեռևս 21 թվականից ներդրվեց կենսաթշակների, այսպես ասենք, բացառապես անկանխիկ եղանակով վճարման համակարգը։ Եթե կհիշեք, սկզբում ներդրվեցին Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր ներողություն, Վաղարշապատ քաղաքներում, հետո երկրորդ փուլով ներդրվեց մնացած քաղաքային համայնքներում, հետագայում 1000-ից ավել գյուղական բնակություն ունեցող բնակավայրերում եւ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։ Այս մասով կարծես թե անկանխիկ վճարումների համակարգը ներդրվեց, ավարտվեց եւ ինչով է տարբերվում այս համակարգը նախկինում գործող համակարգից, երբ եւս կենսաթշակային քարտերով վճարումներ էին կատարվում։ Տարբերությունը կայանում էր նրանում, որ եթե կարող էր կենսաթշակառուն ընտրել ինքը վճարման եղանակը կանխիկ թե անկանխիկ, ապա 21 թվականից հետո իմ նշած այսպես փուլերով անցնելով կենսաթշակառուն պարտավոր էր ընտրել բանկ եւ կենսաթշակը ստանալ բացառապես անկանխիկ եղանակով։ Գործող կարգավորումների շրջանակում այս համակարգից դուրս մնացին 75 տարին գերազանցած մեր կենսաթշակառուները, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիկ կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգի տերմիններով ասած ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձիկ։ Այսինքն ներկա այս փուլում այս 3 խումբ շահառուները եւս կվճարվեն անկանխիկ եղանակով, այսինքն բանկերի միջոցով։ Ինչու կայացվեց այս որոշումը, մնացել են հիմնականում այն տեղաշարժման սահմանափակում ունեցող մեր շահառուները եւ այնուհանդերձ որոշվեց, որ այս դեպքում եւս անցնելու են անկանխիկ վճարման։ Որոշումները կայացվում են ընդհանուր պետական քաղաքականության համատեքստում, արդիական է, էական է, կարևորվում է հնարավորինս մեծ թվով անկանխիկ գործառնություններ կատարելը, անկանխիկ գործառնությունների շրջանակը ընդլայնելը։ Մյուս կողմից կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որ կենսաթշակի աճը ապահովում է ի հաշիվ հետվճարի, այսինքն անկանխիկ գնումների։ Եվ ստացվում է մի իրավիճակ, որ եթե կենսաթշակառուն իր կենսաթշակը ստանում է կենսաթշակային քարտով, ապա նրա կենսաթշակն ավելանում է։ Իդեպ ասեմ, որ փետրվարին արդեն առաջին անգամ նոր դրույքաչափերով կհաշվի հետվճարը եւ առավելագույն չափը կկազմի 10,000 դրամ կամ կատարած անկանխիկ գործառնությունների 20%-ը։ Մյուս կողմից ստացվում է այն անձը, երկու անձ ունեն նույն կենսաթշակը, մեկը հնարավորություն է ստանում առավելագույն 10,000 դրամով լրացուցիչ գումար ստանալ, որտեղ ինքը ստանում է անկանխիկ եղանակով, իսկ մյուսը, որ ստանում է կանխիկ եղանակով, այդ հնարավորությունը չունի։ Համակարգի ներդրումից հետո բոլոր կենսաթշակառուներն արդեն հնարավորություն կունենան անկանխիկ եղանակով գործառնություններից ստանալ իրենց հետվճարները։ Իհարկե խնդրի կարգավորման համար հարկ կլինեն լրացուցիչ իրավական կարգավորումներ, հարկ կլինի ձեռնարկել միջոցառումներ, իրավական կարգավորումներ արդեն մասնակիորեն ընդունված են, օրենքի մակարդակով կառավարությանը վերապահված է լիազորություն սահմանել այն բոլոր գործընթացներին ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ կլինեն այս անցումը կատարելու համար։ Այսօրվա արդեն իսկ նախարարական սոցիալական կոմիտեի նիստում 5 նախագծեր դրված են քննարկման, որպեսզի առաջիկա կառավարության նիստում քննարկվեն։ Մեկ նախագիծ դեռևս շրջանառության փուլում է։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է հետևյալը. ես կներկայացնեմ իրավական ակտերին առնչվող կարգավորումները, իսկ իմ միասնական սոցիալական ծառայության գործընկերը արդեն այն քայլերը, որոնք իրականացնում է ծառայությունը, որովհետև կապված մեր շահառուների խոցելիությամբ տեղաշարժման սահմանափակում ունեցող անձիկ են հիմնականում, համակարգի ներդրման համար անհրաժեշտ է համագործակցություն։ Համագործակցություն բանկերի հետ, բնականաբար առաջին հերթին մեր միասնական սոցիալական ծառայության կողմից։
Իրավակարգավորումների մակարդակում նախատեսում ենք հետևյալ այսպես միջոցառումների իրականացումը։ Դեռևս տարեսկզբից հնարավոր բոլոր միջոցներով լրատվական փորձում ենք մեր շահառուներին խնդրել, համոզել, բացատրել, որ իրենք դիմեն, ընտրեն իրենց համար բանկ։ Բոլոր այս շահառուներն, ովքեր իրենց կենսաթոշակ նպաստ ստանում են կանխիկ եղանակով, հայփոստի միջոցով։ Իդեպ այս ինչ որ ներկայացնում եմ եւ կշարունակի իմ գործընկերը ներկայացնելը վերաբերում է ոչ միայն կենսաթոշակներին, վերաբերում է ծերության նպաստին, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստներին, անապահովության, ընտանեկան նպաստին, խնամքի նպաստին, այսինքն բոլոր այն պարբերական ամսական վճարատեսակներին, որոնք այսօր քաղաքացին ստանում է կանխիկ եղանակով։ Ուրեմն մեր քաղաքացու քայլերը որոնք են։ Հնարավորինս շուտ դիմի եւ սահմանված եղանակներով ընտրի իր համար նախընտրելի բանկը, որի միջոցով ցանկանա ստանալ իր գումարը, կենսաթոշակ կամ նպաստ։ Դիմելու համար կա նաեւ առցանց տարբերակը, որպեսզի եղանակային պայմաններով պայմանավորված ժամանակ չկորցնելու համար, չկանչացնեն տարածքային բաժիններ, տարածքային կենտրոններ հերթեր չստեղծեն, sotsservice.am կայքում մենք ունենք տարբերակ հնարավորություն, որպեսզի առցանց դիմումի միջոցով կարողանան ընտրել բանկ։ Բանկը ընտրելուց հետո հարկ կլինի բանկի հետ կնքել հաշվի սպասարկման պայմանագիր եւ այնուհետեւ ստանալ բանկը քարտը բանկից։ Նրանք, ովքեր չեն հասցնի միջև մարտի 5-ը այս դիմումները ներկայացնեն կամ որևէ տարբերակով չեն ներկայացնի դիմումներ, մարտի 5-ին արդեն իսկ նախանշված միջոցառումները կիրականացվեն եւ եթե կլինի մի կենսաթոշակառու նպաստառու, ով մարտի 5-ի դրությամբ բանկը դեռևս ընտրած չի լինի, նրա փոխարեն մենք կընտրենք բանկ։ Մենք ասածը բնականաբար ծառայությունը հիմա ասեմ ինչ մեխանիզմով։ Եթե այդ անձը որևէ վճարատեսակ ստանում է կանխիկ եղանակով, ներողություն, անկանխիկ եղանակով, օրինակ, ասենք անապահովության նպաստը ստանում է բանկի միջոցով, բայց կենսաթոշակը ստանում է հայփոստի միջոցով կանխիկ եղանակով, ապա նրա համար կընտրվի այդ անապահովության նպաստի բանկը, որով որ ստանում է այն բանկը, որի միջոցով ստանում է իր անապահովության նպաստը։ Այսինքն, եթե կլինի որևէ վճարատեսակ, որ ինքը արդեն ստանում է բանկի միջոցով, ապա կանխիկ եղանակով մյուս վճարատեսակները կվճարվեն այդ բանկի միջոցով։ Իսկ եթե չկա այդպիսի բանկ, այս դեպքում ծրագրային մոդուլի ընտրությամբ մենք ընտրելու ենք այդ քաղաքացու համար բանկը։ Ընդ որում բանկի ընտրության վերաբերյալ քաղաքացին կտեղեկանա, եթե ինքը ունի մեզ մոտ հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե, որովհետեւ մենք հետադարձ կապի միջոցներով քաղաքացուն տեղեկացնենք, թե որ բանկն ենք ընտրել իր համար, եւ նաեւ կլինի ծրագրային ապահովման միջոցով մեր ծառայության կայքեջում մի այդպես հողում կլինի, որով կմտնեն իրենց անձնագրային տվյալը կամ հանրային ծառայության համանանիշը կհավաքեն եւ դարձյալ կտեսնեն, թե իրենց համար ինչ բանկ է ընտրված։ Ինչու ենք աշխատանքներ սկսում մարտի 5-ին, որովհետեւ մենք որպես կանոն կենսաթոշակառուները շատ լավ գիտեն, վճարման ցուցակները ձևավորում ենք յուրաքանչյուր ամսվա 1-ին եւ արդեն 2-ին 3-ին սկսում են բանկերից իրենց գումարները ստանալ։ Մարտի 1-ին մենք հերթական անգամ կձևավորենք մեր վճարման ցուցակները, այդ ամսվա ցուցակներում վերջին անգամ կլինեն կանխիկ եղանակով գումարներ ստացողներ, եւ որ գումարները արդեն կփոխանցենք բանկերին վճարման ցուցակները մարտ ամսվա, կսկսենք նախապատրաստվել ապրիլ ամսվան, որտեղ այդտեղ որոշակի գործողություններ պետք է կատարել, մասնավորապես բանկերի, այդ մասի ես կփոխանցեմ իմ գործընկերկանի, ես ուղղակի ուզում եմ ասել, ինչու մենք մարտի 5-ը ընտրեցինք, որպեսզի մարտից 5-ից ընկած ժամանակահատվածները հասցնենք կատարել այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են կենսաթոշական կանխիկ եղանակով ստանալու համար, եւ երբ որ ապրիլի 1-ին մենք արդեն վճարման ցուցակները ձևավորենք եւ ուղարկենք բանկերին, գոնե թե մեր այս շահառուները, որոնց համար մենք կընտրենք բանկը, պատրաստ լինեն արդեն իսկ գումարը իրենց հաշիվներին նստելուց հետո կարողանան ստանալ կենսաթոշակ։